դասագրքերում առկա են որոշակի խնդիրներ։ Այսինքն այս ամենը երեխայի մոտ որպես կարծրատիպ նաև ենթագիտակցորեն է գոյություն ունեն կարծրատիպերի տեսակներ։ Բռնությունների ֆոնը, որ մենք տեսնում ենք, մենք հաճախ կաղապարում ենք երեխային փոքր ժամանակ լսված հենց այս կարծրատիպերը, կարծրատիպեր թե ընտանիքում, թե դպրոցում, գենդերային հավասարությունը բնավ սեռի հետ կապ չունի։ Այսօր տաղավարում կզրուցեմ հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Անի Խուդոյանի հետ։ Բարի երեկո Անի, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Անի ջան, այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը դպրոցներում առկա գենդերային կարծրատիպերի մասին են եւ արդյոք իրենք իրականում առկա են, եթե կարող ենք այս մասին զրուցել եւ արդյոք դուք նկատում եք դասագրքերում կամ ուսումնական նյութերում եւս գենդերային կարծրատիպերով պայմանավորված խնդիրներ։ Այո։ Նախ գենդերային կարծրատիպերի թեման եւ գենդերային հավասարության թեման վերջին ժամանակներում շատ է քննարկվում, ինչը շատ կարևոր է եւ եթե մենք կարծրատիպերի վերացման խնդիր ունենք, ուրեմն պետք է ավելի շատ բարձրացնվի դրա մասին, խնդիրը պիտի ավելի շատ քննարկվի։ Ինչ վերաբերվում է, եկեք փորձենք հասկանալ կարծրատիպերը որտեղից են ձևավորվում, ինչպես են ձևավորվում։ Առաջին օղակը, որը կարծրատիպերի ձևավորման համար առաջնային է, դա ընտանիքն է։ Երկրորդ օղակը այն ուսումնական միջավայրը, որտեղ որ երեխան մեծանում է, ձևավորվում է, կայանում է որպես այդպիսին, դպրոցը, համալսարանները եւ այլն։ Շատ մեծ ազդեցություն ունի մեդիան կարծրատիպերի ձևավորման գործընթացում եւ արդեն ընկերական միջավայր, սոցիում, առհասարակ հասարակություն։ Հիմա եթե փորձենք յուրաքանչյուր այդ օղակը առանձին վերլուծել եւ անդրադառնալով նաեւ ձեր հարցին դասագրքերի հետ կապված, այո, բնականաբար դասագրքերում առկա են որոշակի խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում փորձում են հեղինակային խմբերը փորձում են վերացնել, հա։ Եվ դա մտնում է ուսուցման գործընթացում ձևավորվող կարծրատիպերի մեջ, այդ ոլորտը, դասագրքերի միջոցով կարծրատիպերի ձևավորման ոլորտը։ Ինչ խնդիրներ կան դասագրքերում։ Շատ հաճախ դասագրքերի մեջ մենք կարող ենք տեսնել առաջադրանքներ, որոնք երբ փորձում ենք ավելի խորությամբ հասկանալ առաջադրանքի բնույթը, հասկանում ենք, որ որոշակի գենդերային կարծրատիպեր կան այդ առաջադրանքում։ Հաճախ հանդիպում ենք այնպիսի պատմվածքների, որոնք իրենց բովանդակությամբ որոշակի կարծրատիպային են։ Պատմվածքներ, որտեղ շեշտադրվում է, որ տղաները ֆիզիկական աշխատանք պետք է միայն անեն, աղջիկները միայն մաքրություն պետք է անեն եւ այլն եւ այլն։ Մի դպրոցում աշակերտներից մեկի հետ զրուցում էինք եւ դասերը արդեն ավարտվել էին, տղաներն ու աղջիկները մաքրում էին դասարանը։ Մոտեցանք երեխաներից մեկին, փորձում էինք հասկանալ ինչով են զբաղված, ինչ են անում, աղջիկներից մեկն ասեց. ես հիմա սպասում եմ, որ մեր դասարանի աշոտը գա եւ սեղանը այն կողմ հրի, որպեսզի ես կարողանամ մաքրել սեղանի տակ կուտակված աղբը։ Հարցրեցի, իսկ դու չես կարողանում մի փոքր այն կողմ տանել, ասեց ոչ, մեր դասագրքում գրված է, որ աղջիկները պիտի նման բաներ չանեն, իսկ տղաները պիտի չմաքրեն, օրինակ, եթե տեսնում են, որ հատակը կեղտոտ է, պիտի թողնեն, որ աղջիկները կան այդ մաքրությամբ զբաղվեն։ Սա տարիներ առաջ էր, բայց շատ տպավորվել է, ու հիմա փորձում են վերացնել այս կարծրատիպային մոտեցումները դասագրքերից եւ կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք արդեն խնդիրների որոշակի առումով հաղթահարում կունենանք։ Բայց ինչպես արդեն նշեցի, այդ ամենը մի օղակով չի որոշվում, միայն դասագրքերով չի, միայն դպրոցով չի, խնդիրը շատ ավելի խորքային է եւ գալիս է տարբեր օղակներից։ Անի ջան, օրինակ ես նաեւ նկատել եմ, որ բացի տեքստային, նաեւ որոշ դասագրքերում կան հենց պատկերների տարբերակով, երբ օրինակ մայրիկը կամ տատիկը պատկերվում են որպես տան հոգսը տանող, այսպես ճաշ եփելուց եւ այլն, իսկ հայրիկը ավելի շատ ինչ որ կամ նստած է թերթ է կարդում եւ այլն, այսինքն այս ամենը երեխայի մոտ որպես կարծրատիպ նաև ենթագիտակցորեն է, այսպես ասած, տպավորվում, ու նաև ես նոր հիշում էի, որ միգուցե ոչ թե միտումնավոր, բայց արդեն դաստիարակության կամ տարիքի հետ մեր մեջ շատ նստած մի երևույթ կա, երբ մենք հենց այսպես ենք դիմում, օրինակ եթե դասարաններում աղջիկ երեխաները կարգապահական ինչ-որ թեթև չարժիչություններ են անում, դա անպայման օրինակ մանկավարժների կողմից որակվում է որպես «բա դու աղջիկ ես, չի կարելի» եւ նմանատիպ օրինակ կամ եթե
տղա երեխա է եւ ինքը հուզվել օրինակ դասը սովորած չլինելու պատճառով կամ ցածր գնահատականի հետ կապված, ապա այդ հույզերը եւս դիտարկվում են որպես դու հո աղջիկ չես, որ լացում ես կամ դե լավ, եւ նաեւ թե երեխաների կողմից է դա արվում եւ արդեն գալով ծնողներին կամ մանկավարժներին ոչ թե միտումնավոր, բայց որպես կարծրատիպ մեր իսկ մեջ նստած երևույթներն են, որ կրկին մենք փոխանցում ենք սերունդներին, ինչպես սա հաղթահարվի։ Եկեք նախ փորձենք հասկանալ, տեսեք, մենք ասացինք, թե ինչ օղակներից են ձևավորվում, որ օղակներն են նպաստում կարծրատիպերի ձևավորմանը։ Սա հասկանալի է, բայց որpիսի ավելի խորքային մակարդակում հասկանանք, թե ինչ կարծրատիպեր են ձևավորվում, պիտի նաև պատկերացում կազմենք, որ գոյություն ունեն կարծրատիպերի տեսակներ, գենդերային կարծրատիպերի տեսակներ։ Օրինակ, կան սեփական հույզերի արտահայտման ուղղված գենդերային կարծրատիպեր։ Ձեր ասածը տղաները չեն լացում, աղջիկները չեն բղավում, հավանաբար լսած կլինեք, աղջիկները երբ մի փոքր բարձր տոնով են ավելի խոսում, դա շատ ամոթ է, որովհետև դու աղջիկ ես, դու պիտի բարձր տոնով չխոսես։ Եվ այստեղ մենք բարոյական արժեքների մասին չի ամենևին խոսքը։ Այստեղ խոսքն այն մասին է, որ մենք հաճախ կաղապարում ենք երեխային արտահայտելու սեփական հույզերը։ Դա հուզական առումով, գոյություն ունեն սոցիալական կարծրատիպեր, ինչպես պիտի աղջիկը իրեն պահի, ինչպես պիտի տղան իրեն պահի։ Օրինակ աղջիկը պիտի իրեն դասարանում պահի համեստ։ Եվ դասարանում եւ բակում եւ դրսում ամենտեղ։ Այստեղ հարց է առաջանում, արդյոք տղան իրեն համեստ չպիտի պահի։ Ու երբ մենք անընդհատ ասում ենք դու աղջիկ ես, դու պիտի քեզ համեստ պահես, եթե այդ ընտանիքում երկու երեխա է մեծանում, մեկը տղա, մեկը աղջիկ, ու տղան չի լսում այդ արտահայտությունն իր հասցեին ուղղված, ենթագիտակցաբար իր մոտ տպավորություն է ձևավորվում, որ քանի որ դա ինձ չեն ասում, դա ինձ չի էլ վերաբերվում։ Այստեղ գերակայության ինչ-որ խնդիր կարող է առաջանալ։ Իսկ խոսելով հենց այս մասին, հնարավոր է, որ հետագայում ընտանեկան նաև բռնությունների ֆոնը, որ մենք տեսնում ենք, կա արդյոք հենց ընտանեկան բռնությունների այս միտումը լինի նաև փոքր ժամանակ լսված հենց այս կարծրատիպերը, որ տղան ավելի գերակա է, որ ուժով ավելի ճնշող է ինքը եւ ամեն ինչ ավելի իրեն հեշտ է դրվում։ Իսկ կինը քանի որ ավելի, այսպես ասեմ, ստորադասվում է թե ֆիզիկական եւ թե հոգեբանական առումով, արդյոք դա հետագայում մեծանալով կինը դա կրում է իր վրա։ Տեսեք, մեր հասարակությունը հիմա գնում է էգալիտար ընտանիքների, հավասար իրավունքները գերիշխում են գնալով ավելի ու ավելի։ Բայց հատկապես մարզերում պիտի շեշտեմ, չեմ կարող չշեշտել, մի փոքր խնդիր ունեն գենդերային հավասարության առումով եւ նաեւ այն առումով, թե ինչպես է անձը ընկալում իր հետ տեղի ունեցող իրադարձությունները կարծրատիպային ընկալումների տեսանկյունից։ Ինչա սա նշանակում։ Օրինակ ընտանեկան բռնության շրջանակներում տղամարդը բղավում է կնոջ վրա, հարվածում է։ Կինը, որը մեծացել է այն կարծրատիպերի ներքո, որոնց շրջանակներում իրեն ասել են, բա տղամարդ է պիտի մի հատ էլ հարվածի, բա տղամարդ է կարող է գոռալ, տղամարդուն կարելի է, տղամարդիկ հույզերը չեն կարողանում կառավարել, կինը պիտի իր հույզերը կառավարի եւ այլն, իր համար այդ բռնությունը դառնում է նորմա։ Ինքը այդ կարծրատիպը այդ վիճակում է ապրում։ Այո, ինքը համարում է դա, որ տեղի ունենում այն, ինչ պետք է տեղի ունենար, չէ՞ որ դա օրենք է, չէ՞ որ բնականon ընթացք է ինքը։ Այո, ու մենք այս կարծրատիպերը փոքրուց ենք ներարկում անձի մեջ։ Փոքրուց ինքը սովորում է, տեսեք, մենք կարծրատիպ ունենք, որ կինը չպիտի ուշ ժամի գա տուն։ Կամ աղջիկը պիտի ուշ ժամի առհասարակ, հա, տուն չգա, դուրսում չլինի։ Վերջերս քննարկում ունեինք եւ այդ քննարկման ժամանակ հարց եմ տալիս մասնակից կանանց։ Արդյոք դուք մեղքի զգացում եք ունենում, երբ երեկոյան ուշ եք տուն գալիս։ Բոլորն ասցին այո։ Այսինքն իրենք հիմա փորձում են կարծրատիպը հաղթահարել, մարդ կար, հացի փռում էր աշխատում, իր աշխատանքը վերջանում էր երեկոյան ժամը 12-ին։ Եվ ինքը էլի այդ մեղքի զգացողությունն ուներ։ Ինքը թեպետ հաղթահարում է կարծրատիպը քայլ է անում, որ իմ աշխատանքի բնույթն է այդպեսին։ Այսին արտարանում է։ Այդուհանդերձ, այո, արտարանում է։ Ու այդուհանդերձ ինքը ունի մեղքի զգացում, ինքը ասում ամեն անգամ, երբ ես երեկոյան գալիս եմ տուն, ես նայում եմ արդյոք ինձ հարևանները չեն նայում։ Այսինքն մենք այդ խնդիրն ունենք փոքր տարիքից ձևավորվող կարծրատիպեր, թե ընտանիքում, թե դպրոցում։ Մենք ասենք սոցիալական կարծրատիպեր, խոսեցինք հուզական կարծրատիպերից, գոյություն ունեն մասնագիտական կարծրատիպեր, շատ տարածված։ Մենք երեխային փոքր տարիքից ասում ենք, թե որ մասնագիտություններն են, որ տղաներին են բնորոշ, որ մասնագիտություններն են, որ ցանկալի է, որ կանայք այդ մասնագիտությունն ունենան։ Ու
դա էլ էլի կարծրատիպերի ձևավորման եւս անգամ դպրոցահասակ տարիքի երեխաներին դպրոցում մենք այդ կրթական կարծրատիպերը շարունակում ենք Իսկ Անջան, ես նկատել եմ, որ չեմ ասում մեծ մասամբ, բայց շատ են լինում նաև դպրոցում դեպքեր, երբ օրինակ բնագիտա-մաթեմատիկական առարկաների ուսուցիչները հիմնականում ավելի շատ ասում են, որ տղաների մոտ առարկաները ավելի լավ են ստացվում, քան աղջիկների, որ աղջիկներին ավելի լեզուները եւ հումանիտար առարկաները հեշտ են տրվում։ Եվ սա նույնպես ազդում է աղջիկների վրա այն առումով, որ եթե իրենք գիտեն, որ կարող են լուծել օրինակ մաթեմատիկական խնդիրը կամ ֆիզիկան իրենց մոտ լավ է ստացվում, բայց այնուամենայնիվ մշտապես այդ առաջ տղաներին են հարցնում, հետո նոր աղջիկներին։ Ես ուզում եմ հասկանամ, այստեղ մենք ոնց կարող ենք օրինակ մանկավարժներին օգնել, նաև ծնողներին, որպեսզի հաղթահարվի եւ մասնագիտություն ընտրելու ընթացքում այս կարծրատիպերը եւ նաև թե սոցիալական, թե տնտեսական կյանքի ոլորտներում, որովհետեւ համակումարով վերջնական արդյունքում ինքը ազդում է մարդու ընդհանուր կյանքի որակի վրա։ Այո, իհարկե, երբ դու երազել ես դառնալ զինվորական, բայց քեզ ասել են, որ դա տղամարդու մասնագիտություն է եւ դու հիմա, չգիտեմ, հոգեբան ես, բայց երազում ես զինվորական լինելու մասին, դու ամբողջ կյանքում ունենում ես չբավարարվածության զգացողություն։ Հիմա անդրադառնալով ձեր հարցին, թե ինչպես օգնենք մանկավարժներին եւ ծնողներին, առաջին օղակը միևնույն է ընտանիքն է։ Խնդիրները պետք է դիտարկել սկզբում ընտանիքում, հետո նոր դպրոցում։ Ինչպես օգնել հարցը սկսում է այն պատասխանից, որ խնդրի լուծումը գտնելու համար մենք պիտի գիտակցենք, որ ունենք խնդիր։ Շատ դեպքերում մենք չենք գիտակցում։ Մենք չենք գիտակցում, որ դա սխալ է, երբ դու աղջիկ երեխային ասում ես, որ ինքը չի կարող դառնալ զինվորական, որովհետև ինքը աղջիկ է։ Երբ մենք սկսենք գիտակցել տվյալ մտքի սխալ լինելը, մենք կսկսենք քայլեր գործադրել այդ խնդրի հաղթահարման ուղղված։ Առաջինը մեզ պետք է որ թե մանկավարժները, թե ծնողները հասկանան, որ կարծրատիպերի վերացման ժամանակն է եկել։ Եվ եթե մենք ուզում ենք ունենալ երջանիկ երեխա, եթե մենք ուզում ենք ունենալ կարծրատիպերից զերծ հասարակություն, այն առումով, որ չկաղապարվենք այն մտքերով, որոնք որ մեզ խանգարելու են լիարժեք ապրելուն, այդ փուլում արդեն մենք կսկսենք որոշակի քայլեր գործադրել ուղղված դրանց հաղթահարմանը։ Հավասարության գաղափարն է անկած գենդերային կարծրատիպերի կոտրման հիմքում։ Անիջան, այստեղ ընդհատելով ձեր խոսքը նաև նկատել եմ մի բան, որ շատ հաճախ գենդերային հավասարություն եզրույթը շատերը մտածում են, որ մենք գործ ունենք սեռի եւ սեռականության հետ։ Ես ուզում եմ մի փոքր այս մասին, եթե կարելի է, դուք բարձրաբանեք, որպեսզի մեր հետևորդների համար եւս բարձ դառնա, որ գենդերային հավասարությունը բնավ սեռի հետ կապ չունի։ Նախ մենք երբ խոսում ենք գենդերի մասին, մենք խոսում ենք սոցիալականացված անձի մասին, հա։ Մենք խոսում ենք անձի հասարակության մեջ իր ունեցած դերի մասին։ Եվ երբ խոսում ենք հավասարության մասին, գենդերային հավասարության մասին, մենք ի նկատի ունենք, որ թե տղամարդիկ թե կանայք ունեն հավասար իրավունքներ կյանքի տարբեր ոլորտներում։ Դա կլինի քաղաքական ոլորտները, քաղաքական տարբեր պաշտոնների զբաղեցման հարցում, քաղաքական որոշումների կայացման հարցում, դա կլինի մշակութային հավասարության գաղափարը, ես կարող եմ զբաղվել իմ սիրելի գործունեությամբ, օրինակ սա ասեցի, հիշեցի նաև եւս մեկ կարծրատիպ, որ տղա երեխաներին հաճախ խուսափում են բարի տանել, չէ՞, կարծրատիպ է, մշակութային կարծրատիպ է, գենդերային հիմքերով, եթե դու տղա ես, դու պիտի բարի չգնաս, դու բոքսի գնա, բայց չէ՞ որ հնարավոր է այդ երեխան ունի տաղանդ, այսինքն հավասարությունը ինքը տարբեր ոլորտներում դրսևորվող, սկսած կենցաղավարումից մինչև ամենախորքային մասնագիտական առումներով սոցիալական հավասարության մասին է այստեղ գնում խոսքը։ Սեռային խնդիրների մասին չի, ֆիզիոլոգիական անձի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների մասին չի, ոչ, սոցիալական առանձնահատկությունների մասին է այստեղ խոսքը գնում։ Այդպես Անիջան, իսկ մեծահասակների պահով դերևս հասկանալի է, թե ինչ պետք է կարողանանք մենք անենք, թե որպես ծնողներ, թե որպես մանկավարժներ, իսկ գալով հենց երեխաներին, արդյոք իրենք զգում են, թե ինչ է գենդերային կարծրատիպը կամ երբևէ եղել են դեպքեր, երբ դուք առնչվել եք երեխաների հետ, ովքեր իրենց սեփական մաշկի վրա զգացել են ինչ է նշանակում գենդերային կարծրատիպ եւ ինչ կարծիքներ ունեն իրենք, արդյոք կարող են հաղթահարել, չեն կարող հաղթահարել կամ հասարակ իրենք գիտակցում են, որ դա այսպես ասեմ, ենթարկվում են ինչ որ չափով գենդերով պայմանավորված
բուլինգի կամ դրսևորումներ, որոնք իրենք նեղվում են դրանից։ Շատ է լինում, տեսեք, տարիքային առանձնահատկություններից է կախված, բայց մինչ ամեն ինչ հասկանալը մենք պետք է երևի թե անդրադառնանք Ալբերտ Բանդուրայի տեսությանը։ Այդ տեսության շրջանակներում հեղինակն անդրադառնում է այն կարևորությանը, որը որ ունի ընդօրինակումը երեխայի կյանքում։ Երեխան ձևավորվում է ընդօրինակման արդյունքում, այսինքն ինքը տեսնում է, թե ինչ է անում իր ծնողը, ինքը ընդօրինակում է այդ մոդելը եւ ընդունում է որպես իր համար կյանքի կարևոր մոդել։ Երբ երեխան տեսնում է, որ իր հայրը երբեք ավելը ձեռքը վերցրած չկա, անգամ այն դեպքում, երբ տեսնում է, որ, չգիտեմ, աղբը հենց իր անմիջապես կողքն է եւ սպասում է այնքան մինչեւ որ մայրիկը կգա կավլի, դա իր համար դառնում է մոդել։ Եվ երբ ինքը մենակ է տանը եւ հատակին ինչ որ բան է թափվել, ինքը ջանք չի ներդնում, որպեսզի մաքրի, որովհետեւ համարում է, որ ինքը տղա է եւ դա իր գործը չի։ Ինքը հայրիկին է տեսել որպես մոդել։ Այսինքն մոդելը վերցրեց եւ երեխայի կյանքում այդ առումով ազդեցություն։ Ինքը մոդելը վերցրեց, ինքը մոդելը կիրառում է կյանքում։ Իսկ հիմա բուլինգին անդրադառնանք, հա ոնց է դա դրսևորվում։ Կրծեր դպրոցական տարիքում շատ ավելի թույլ է դրսևորվում, բայց դեռահասության փուլում շատ ավելի ակնհայտ է։ Բուլինգի դրսևորումները հատկապես գենդերային կարծրատիպերի դրսևորման տեսանկյունից։ Սա ամենաթույլ, ամենացավոտ թեմաներից է երևի թե երբ դեռահասները գենդերային կարծրատիպերից ելնելով ուսումնական ցածր առաջադիմություն են դրսևորում հատկապես տղաները, որովհետև լավ սովորող տղան ինչ որ մի պիտակավոր իմաստանում դպրոցում իրեն ասում են, որ դու եթե լավ ես սովորում, ուրեմն դու աղջկա ես նմանվում։ Սա կարծրատիպ է, որը մեր հասարակության մեջ կա ու շատ տարածված է։ Կարծրատիպը սեփական հույզերն արտահայտելու այդ գաղափարը, որը որ դրված է էլի նորից դեռահասության փուլում։ Գենդերային կարծրատիպերը բուլինգի դրսևորման պատճառ հատկապես դառնում են դեռահասության փուլում։ Ամենազգայուն տարիքում։ Այո, ամենազգայուն տարիքում։ Հատկապես երբ դեռահասների դեպքում կան ռեֆերենտային խմբեր։ Դրանք են խմբերն են, որոնց իրենք անդամակցում են։ Հա, ցանկացած դեռահաս ինչ որ մի ռեֆերենտային խմբի անդամ է։ Ռեֆերենտային խմբերում այդ կարծրատիպերը ուղղակի եռում են։ Կարծրատիպեր, որոնք տվյալ խմբում ընդունված են եւ եթե դու դա անես, հատկապես գենդերային հիմքով, դու չես համարվի մեր խմբի անդամը։ Այդպես շատ տարած։ Անի ջան, իսկ ինչ հնարավոր լուծումներ կան, որպեսզի ավելի արագ եւ դրական ձևով լուծվեն գենդերային կարծրատիպերը հասարակության մեջ եւ մասնավորապես հենց դպրոցներում հնարավորինս արագ կազմակերպվի եւ մանկավարժների կողմից եւ չգիտեմ, միգուցե ծնողխորհրդի կողմից, որպեսզի հնարավորինս գենդերային կարծրատիպերը դպրոցում քչանան։ Զուտ ձեր սուբյեկտիվ կարծիքն է հետաքրքիր լսել։ Տեսեք, մենք ամենասկզբից ասացինք, որ կան օղակներ, որոնք ձևավորում են կարծրատիպեր։ Եկեք յուրաքանչյուր օղակով նայենք ինչ պետք է արվի։ Առաջին օղակը ընտանիքն է, ընտանիքում ինչ պետք է արվի։ Հենց քիչ առաջ օրինակ բերեցի, որ հայրը ավելի երբեք ձեռք չի վերցնի, չի մաքրի անգամ այդ հնարավորություն տանք, որ երեխան տեսնի, որ իր երկու ծնողները հավասարաչափ օրինակ ներդրում ունեն կենցաղավարման գործընթացում։ Մեր օրինակով ցույց տանք դա։ Սա կլինի առաջին քայլը։ Յուրաքանչյուր ընտանիքում գենդերային հավասարությունը եթե տեսանելի լինի երեխայի համար, նա սպունգի պես կընդօրինակի այն, կվերցնի այդ հավասարության գաղափարը։ Ընտանիքում դա պիտի արվի։ Թույլ տալ նաև, որ մայրիկը որոշակի որոշումների կայացման գործընթացին մասնակցի, էլի նորից մարզերին պիտի անդրադառնամ, որովհետև շատ տարածված է կնոջ ձայնը երբեմն լսելի չի։ Պիտի լուծվի այս հարցը, որպեսզի տանը մեծացող աղջիկ երեխան, այո, չմտածի, որ ինքը ձայնազուրկ է, ելնելով իր մոր օրինակից։ Հաջորդ օղակը ասացինք, որ դպրոցն է, ինչ պիտի արվի դպրոցում։ Կարծրատիպային մտքերի, պիտակավորումների վերացում։ Ուսուցիչները շատ պիտի փորձեն աշխատել իրենց վրա, քանի որ դա մեր բառապաշարում է հաճախ մտած, դու տղա ես մի լացի, դու տղա ես դու ոչինչ որ լավ չսովորես, դու աղջիկ ես դու պիտի լավ սովորես, դու աղջիկ ես դու պիտի այսպեսին լինես, այնպեսին լինես։ Մենք պիտի փորձենք մեր բառամթերքը վերամշակել։ Դպրոցներում ամենատարածված խնդիրներից մեկը սա է։ Դասագրքերի առումով հիմա արդեն քայլեր են ձեռնարկվում եւ հետեւաբար որոշակի առաջընթաց ունենք։ Մեդիան շատ կարևոր դեր ունի մեդիան։ Վերջերս մոնիտորինգ ենք անում, վերլուծում ենք, կոնտենտ վերլուծության ենք ենթարկում ամենատարածված սերիալներից մեկը, անվանումը չեմ ասի, որը երեխաները գիշեր ցերեկ նայում են։
եւ այդ սերիալը սկսվում է այն գաղափարով եւ այդտեղ հիմնական արտացում է այն գաղափարը, որ կինը թաքցնում է իր ամուսնուց այն հանգամանքը, որ ինքը ունեցել է աղջիկ բալիկ, որպեսզի ամուսինը չտխրի։ Էլ չեմ ասում, թե քանի եթերային բառապաշար չի, որ արտահայտեմ, թե ինչ կարծրատիպեր են հնչեցնում գենդերային հիմքերով, հա, ավելի խորը կնստեն երեխայի մեջ, քան ասենք օրինակ ուսումնական նյութում ինչ որ շփանցիկ անցումը։ Այո, ընդհանրապես մեդիայով հնչեցվող ցանկացած նյութ ավելի արագ է յուրացվում, քան ընթերցածի եւ այլն, որովհետեւ միանգամից մի քանի զգայարանների վրա է աշխատում վիզուալ, աուդիալ եւ այլն։ Այդպես, եւ այսինքն մենք 3 օղակ արդեն ունեցանք, որ որոշակի քայլեր պիտի անի։ 4-րդ օղակը հասարակությունն է, ընկերական միջավայրն է, որ ձևավորում այդ կարծրատիպը։ Այդ 4-րդ օղակը կախված այն 3-ից։ Եթե մենք այդ 3-ում կարգավորենք մթնոլորտը եւ գենդերային հավասարություններ դվի, 4-րդը ավտոմատ կերպով կկարգավորվի։ Հասարակության առողջացման համար այս 3 օղակների առողջացումն է պետք այդ առումով։ Շնորհակալ եմ Անի բովանդակային զրույցի համար։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, կհանդիպենք մեկ շաբաթ անց։